Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Քոր։ Ես գիտեմ, որ մեղքի շատ մեծ բաժին ունեմ ու գիտեմ, որ նեղացրել եմ քեզ, բայց գիտեմ, որ ոչ դու ես առանց ինձ կարողանում սառը, ոչ էլ ես առանց քեզ, դու իմ սառան ես եղել, կաս ու միշտ էլ իմն ես լինելու, բարի գիշեր, իմ ծով աչքերով սառը։ Սառը արագացրու։ Գալիս եմ, պապի։ Բարի լույս, պապի ջան։ Ինձ կներես, ես ուշանում դասից պետք է գնամ։ Ինչի համար ես եկել։ Սարոյանն է կանչել, աշխատանքի համար։ Այստեղ ես ալի աշխատելու։ Չգիտեմ, մտածում եմ երևի մերժեմ։ Ինչի։ Քեզ աշխատանքա պետք, պապի կինել հավատարիմ մարդ։ Լավ շանսը չի կարելի ձեռքից բաց թողնել։ Հա, գիտեմ։ Այստեղ գալուց ես էլ էի տենց մտածում, բայց հիմա որ քեզ սենց տեսնում եմ, հասկանում եմ, որ երևի ավելի լավ է մերժեմ։ Ես եմ քեզ խանգարում։ Շատ բարդ է, երբ որ սիրածդ աղջկան տենում ես, բայց էլ չես կարողանա գրկես։ Ու հետո թշնամու աղջկան սիրած աղջիկը համարելը մի տեսակ չի բռնում, չէ իրար հետ։ Պիտի ատես, բայց սիրում ես։ Սիրում ես մի մարդու, ում չի կարելի սիրել։ Արգելված է, չէ՞։ Արման, ես ուզում եմ դու իմանաս, որ քեզ հանդիպելը լավագույն բանն էր, որ կարող էր պատահել ինձ հետ։ Ես ուզում եմ իմանամ, որ դու միշտ լավ ես։ Այդ շատ է ինձ պետք Արման։ Ես քեզ անկեղծ եմ ասում։ Մենք ինչ էլ անենք, էլ ոչ մի բան չենք փոխելու։ Մեր ծնողները մեզ այնպիսի ցավ են տվել, որ այդ փոխելը ուղղակի անհնար է արդեն։ Բայց իմ համար շատ կարևոր է, որ դու լավ լինես։ Էդ ինձ շատ է պետք Արման։ Էդ իմ համար շատ կարևոր է, հասկանում ես, որովհետև դու ինձ համար շատ թանկ ու շատ կարևոր մարդ ես։ Ամեն դեպքում ես երևի կմերժեմ Սարոյանի առաջարկը։ Ոչ քեզ եմ ուզում տանջեմ, ոչ էլ ինձ։ Եթե դու տենց բան անես, ես ինձ շատ մեղավոր կզգամ։ Ուզում եմ իմանալ, որ գոնե
որ գոնե նորմալ աշխատանք ունես։ Արման, ամեն անգամ մտածում եմ, որ ամեն ինչ ասել եմ քեզ, որ էլ խոսելու ոչ մի բան չունենք։ Բայց հենց հիմա այստեղ կանգնած եմ ու չեմ կարողանում գնալ։ Իրականում մեր մեջ այնքան կիսատ խոսակցություններ կան։ Մեր մեջ կիսատ թողած սեր կա։ Վերջակետեր կան, որոնք պետք է դնել։ Բայց ես չեմ կարողանում առանց քեզ այդ վերջակետը դնել։ Չեմ կարողանում, Արման։ Ես ուզում եմ, որ դու ինձ օգնես։ Դու ինձ պիտի օգնես։ Սարա, ես քեզ մեքենայում կսպասեմ։ Ապրես, ես գիտեի, որ ինձ հուսախապ չես անի։ Բարի լույս, Վարես։ Այսօր որոշեցի սուրճը ես դնեմ ու քեզ հյուրասիրեմ։ Հուսով եմ դուրդ կգա։ Ապրես։ Ինչ ես տանց նայում։ Ռեբեկա, դու ինչ պլաններ ունես։ Այսօր թե ընդհանրապես։ Դե ընդհանրապես քո կյանքի հետ կապված։ Բայց ես շատ եմ անհանգստանում քո համար։ Բայց ինչի։ Դե որովհետև դու հրաշալի կրթություն ես ստացել։ Գերազանց ավարտել ես համալսարանդ, բայց այդպես էլ երբևէ չփորձեցիր աշխատել քո մասնագիտությամբ։ Մամ, ես գերազանց ավարտել եմ, որովհետև ուզում էի ձեր աչքերում լավ երևալ։ Ուզում էի ուշադրություն գրավել։ Բայց իրականում ես իմ մասնագիտությունը երբեք չեմ սիրել։ Իսկ նկարելն էլ է քո մոտ հրաշալի ստացվում։ Կամ չգիտեմ, ուրիշ հետաքրքրություններ չունես։ Իսկ ես հիմա ճիշտ եմ հասկանում, որ ուղղակի ձանձրացել ես ինձ տանը տեսնելուց։ Բնականաբար չէ, բայց ես չեմ ուզում ամբողջ օրը տանը փակված լինես։ Երիտասարդ, գեղեցիկ, խելացի աղջիկ ես։ Ինչի՞ ես ամենասիրուն օրերը տանը վատնում, պարապ ու միայնակ։ Ախր կյանքը անցնում է կողքովդ։ Իսկ դու բոլոր հնարավորություններն ունես այդ կյանքից մաքսիմալը ստանալու համար, բայց չես էլ փորձում։ Մամ, որովհետև ես ամեն ինչ ունեմ։ Ու իրականում ինձ ուրիշ ոչինչ պետք էլ չի։ Ռեբեկա ջան, ես հասկանում եմ, որ Վահեի մահը շատ ծանր ազդեցություն է ունեցել քո վրա։ Բայց ախր կյանքը շարունակվում է, չէ՞։ Կյանքը չի ավարտվում։ Ինձ համար կյանքն ավարտվեց այն ժամանակ, երբ ես լսեցի, որ Վահեն էլ չկա։ Դու որոշ հատ սարքողներ ես,
Ալո։ Բարի օր Արամ։ Հազար բարի։ Ինչ գործ ես, ինչ ես անում։ Ինչ գործի եմ։ Մալդիվներում եմ ախպերս։ Սենց բիախտա է, ինչ գործի պիտի լինեմ։ 4 պատի մեջ։ Ով է մեղավոր, որ 4 պատի մեջ փակվել ես։ Ախպերս, եթե դու ես զանգել մումնատ գաս, ես այդքան հավես չունեմ, էլի։ Հա, պարզա, ձերոնց հետ ես խոսացել։ Չէ, չեմ խոսացել։ Իրանք ասել են, ես էլ լսել եմ։ Մի բան փոխվեց։ Իհարկե փոխվեց ախպերս։ Այն փոխվեց, որ իրանք էլ ես էլ զուտ անիմաց ժամանակ կորցրինք։ Իրանք ասեցին, ես լսեցի։ Ախպերս, ես չեմ գնալու Ամերիկա։ Ու հատկապես հիմա։ Ու հիմա ինչա փոխվել։ Հայրենիքն է կանչում։ Ոյ քեզ բան, մի քիչ էլ ուրիշ առոգանությամբ ասեիր, կարողա հուզվեի։ Լավ, հիմա լսի ինչ ես անում, մի հատ տաքսի ես կանչում, հասցեք ասեմ կգաս։ Հա, բայց ուր։ Սկզբից իմ տուն, հետո արդեն կհասկանանք։ Լավ, դե ուղարկի սպասում։ Ես հիմա ուղղակի օրերն եմ անցկացնում, բայց այդ օրերը վաղուց էլ իմաստ չունեն, ու չեն էլ ունենա։ Գոնե դու ինձ պիտի հասկանաս։ Ինձնից լավ քեզ ոչ ոք չի կարող հասկանալ, Ռեբեկա։ Ուղղակի դա չի կարող առիթ դառնալ, որ ես չանհանգստանամ քո համար։ Ախր դու շատ երիտասարդ ես։ Վերջ մամ։ Ռեբեկա, մի փակվիր ինքդ քո մեջ։ Կյանքը դեռ առջևում է, բալես։ Դու չես նկատել, որ ես վաղուց էլ առաջվանը չեմ։ Ես ավելի բարի չեմ դարձել, չեմ փոխվել, ուղղակի իմ մեջ այդ կրակը, այդ ապրելու ցանկությունը մահացել է։ Լավ, արի մի կողմ տնենք անձնական հարաբերությունները, որովհետև սիրտը դա միակ բանն է, որ չի ենթարկվում մեզ եւ մեր բանականությանը։ Բայց գոնե դուրս արի տնից, ընկերներիդ հետ հանդիպի։ Պապիկին խնդրի թող մի աշխատանք գտնի քո համար։ Պիտի փոխես կյանքը, թե չէ Ռեբեկա։ Լավ, հիմա չես ուզում, չես անում։ Հետո շատ ես ուզելու, բայց այլևս հնարավորություն չես ունենալու որևէ բան փոխել, բալես։ Այդ Սարայի դասերն են քո վրա տենց ազդել։ Հա, չեմ թաքցնի։ Սարայի հետ խոսակցությունից հետո շատ հետևություններ եմ արել։ Այդ մենակ քեզ չեմ ասում։ Ես էլ եմ ուզում իմ կյանքում շատ բաներ փոխել։ Հա։ Հա։ Չեմ ուզում իմ երեխեքը ինձ խղճահարությամբ նայեն։ Կարող է ուշա, բայց ուզում եմ ինձ նայելով հենարան տեսնեն։ Ապահով զգան իրենց։ Ոչ թե անընդհատ մտածեն, թե ինչով կարող են ինձ օգնել։ Կյանքը փոխելու համար երբեք էլ ուշ չի, մամ։ Եթե որոշել ես, ուրեմն փոխի։ Որովհետև յուրաքանչյուր երեխայի համար շատ կարևոր է երջանիկ ծնող ունենալ։ Որովհետև ծնողի դեպրեսիաները, տրամադրությունը ուղիղ կապված են երեխայի հետ։ Մնում է հասկանալ, թե որտեղից պետք է սկսես։ Գիտեմ։ Արդեն 2 օր է դրա մասին եմ մտածում։ Ու ինչ եզրահանգման ես եկել։ Նախ պետք է անցյալում բոլոր կիսատեջերը փակել։ Բաց թողնել են մարդկանց, ովքեր ջանք անգամ չեն խնայել քեզ անդադար անդունդը գլորելու համար։ Ում նկատի ունես։ Ձյանային։ Չեմ հավատում։ Շատ իզուր։ Ուղղակի բաց թողնելուց առաջ պիտի մի քանի բան անեմ։ Ինչ։ Ռեբեկա, ես միշտ զգացել եմ, որ Ձյանան հրեշտակ չի։ Նաև հասկացել եմ, որ այս աշխարհում հենց այնպես ու անշահախնդիր ոչ ոք չի կարող որևէ մեկին նվիրվել։ Ուղղակի ինքն հասկանում էր։ Իսկ ես հասկացված ու լսված լինելու կարիք շատ ունեի։ Հիմա որ հետ եմ նայում, շատ բան եմ հասկանում, որ առաջ ուղղակի չէի փորձում նկատել։ Հա, ես միամիտ եմ եղել, որովհետև
Փորձել եմ դիմացինս իմ արշինով չափել։ Մամ, դու վստահել ես Դիանային, որովհետև իրան պետք էր, որ դու իրեն վստահես։ Դիանան շատ խելացի կին է։ Բայց խելացի լինելը մարդկային արժեքների հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի։ Տղուր է, որ երեխեքս այսքան բանը նկատել են, իսկ ես նոր եմ սկսում հասկանալ, Բայց ինչ։ Մամ, շատ համով ստացվել սուրճը։ ինձ վախեցնում է քո այս կտրուկ փոփոխությունը։ Ուզում եմ դուրս գալ մի քիչ քայլելու։ Ես կգամ քեզ հետ։ Չէ, բալես կներես, բայց այս անգամ ուզում եմ մենակ գնալ։ Չէ, մամ, ասեցի կգամ, ուղղակի դու սպասի, ես գնամ արագ փոխվեմ ու գամ։ Ես դրսում կսպասեմ, որ պետք լինեմ ասեք։ Չէ, Արման, սպասիր։ Այն ինչի համար որ փաստաբանն ա եկել է, կարծում եմ քեզ անպայման կհետաքրքրի։ Նստեք։ Դե ոստիկանությունից եմ գալիս, քննիչ հետ է հանդիպում։ Հորս հետ կապված ինչ-որ նորություն կա։ Կա։ Հորը ձերբակալեցին։ Դե դատավարությունը կլինի եւ պարզ կդառնա թե քանի տարի կտան։ Արման, հասկացի, ուրիշ տարբերակ չկար։ Մարդը մահացել, հայրդ էլ մեղքի իր վրա է վերցրել։ Գիտեմ։ Իսկ Արմանի գործի ընթացքից ինչ նորություն կա։ Արմանի գործն էլ է բավական բարդացել։ Ինչի՞։ Դե Գարիկը հարցաքննության ժամանակ պատմել այն ամենը, ինչ որ դուք ինձ պատմեցիք, բայց այնքան ոգևորված է եղել, որ ողջ մեղքը իր վրա է վերցրել։ Ինչներ քննիչի մոտ բնականաբար հարցեր առաջացրել եւ կասկածներ։ Դե հա, նորմալ է, ծնող է վերջը։ Դե քննիչն էլ է նույնն ասում։ Ասում ծնողա, ծնողն էլ փորձում է իր տղային փրկի։ Դրա համար ողջ մեղքը իր վրա է վերցրել։ Եկեք չմոռանանք, որ Արմանի վիճակը հիմա շատ բարդ է, քանի որ հյուրանոցի գործը դեռ չի փակվել։ Հիմա էլ էս նոր գործը։ Ոստեղ նաև կարևոր է քննիչի վերաբերմունքը Արմանի նկատմամբ։ Մի խոսքով կարծում եմ, որ Արմանը չի կարողանա պատասխանատվությունից խուսափել։ Իսկ ինչ պատասխանատվություն է իրան սպասում, դա արդեն դատից հետո պարզ կլինի։ Իրով է հիմա ոչ մի տարբերակ չկա, մենք ինչ ենք անելու, որ փրկենք Արմանին։ Դե, պարոն Սարոյան, ես ձեզ ներկայացրեցի այս իրավիճակի մի քանի հանգուցալուծումներ։ Վերջ, մամ, ես պատրաստ եմ։ Մամ։ Մամա։ Մամ, տանն ես։ Վայ, մամա, 1000 անգամ ասեցի սպասի։ Ալո, Սարա ջան, քեզ ոնց որ ծաղիկ են ուղարկել։ Բարև, ինչ։ Արաքիչը ներքևում ասեց, որ քո անունով եկել, ոչինչ չէ, որ ես եմ բարձրացրել։ Ուղղակի ասացի, որ քեզ ճանաչում եմ, ինքն էլ տվեց ինձ։ Հա, իհարկե։ Չես բացում բացիկը։ Հիմա չէ, հիմա աշխատում ենք, լավ։ Սար, երեք որ մեզ նշանածը տեսավ, հո ձեր մեջ ինչ-որ խնդիրներ չի առաջացել։ Չէ, ամեն ինչ կարգին է։ Տարօրինակ է, չէ։ Ժամանակին ես ամեն օր գալիս էի հետևիցդ։ Ամեն ինչ անում էի, որ դու ինձ նկատեիր։ Բայց ամեն ինչ ապարդյուն էր։ Դու ինձ ընդհանրապես բանի տեղ չէիր դնում։ Իսկ այսօր ես նշանածի ծաղիկներն եմ բերում քեզ։ Արսեն,
Դա եղել է անցյալում։ Ու ինձ թվում էր դու հասկացել ես, որ մենք ուղղակի ընկերներ ենք։ Եթե սերը փոխադարձ չի, հավատա պետք չի այդ ընկերությունը փչացնել։ Իսկ եթե դու այդ պատմությունը բաց չես թողել, ես կարող եմ պարոն Սարոյանին խնդրել, որ քո համար նոր պրակտիկայի ղեկավար գտնի։ Չէ, կներես։ Մի րոպե։ Չենք մոռանում ոսկե կանոնը։ Գործն անձնականը չենք խառնում իրար։ Վերջ։ Այս ուրիշ բան։ Ես գնամ ծաղիկների ծաղկամանի մեջ դնեմ։ Ինչ ես մտքի դրել, մամա, ուր ես գնացել։ Դու պիտի կարողանաս ճանաչել քո թիրախային խմբին։ Բնականաբար մեր հոդվածները պիտի լինեն ուսուցողական, բայց դրանք պիտի կարողանան նաև հետաքրքրություն առաջացնել։ Օրինակ, եթե քո նյութի շապիկը, վերնագիրը կամ հենց նյութի սկիզբը կանչող ու գրավող չլինի, արդեն կարևոր չի ինչքան ուսուցողական է, պատկերացրիր։ Հասկացա։ Փաստորեն մեր խնդիրն է հասարակությանը պատմել ու ներկայացնել Հայաստանի ու ոչ միայն Հայաստանի մշակութային կյանքը եւ գործունեությունը նենց, որ կարողանանք համ ներգրավել իրենց եւ սովորեցնել, ճիշտ է։ Շատ ճիշտ է, այ ապրես։ Կոնկրետ այս պահին շեշտը դրել ենք Հայաստանի քանդակների, հուշարձանների ու մշակութային այլ կոթողների վրա։ Շարունակենք, Սար։ Հա, շարունակենք, Արսեն ջան։ Չէ, ես նորմալ չի, ու գնում ես աղջիկը իմ աչքի առաջ է դուրս գալիս։ Բարև, Ռեբեկա։ Բարև։ Ինչ ա եղել, ինչ ես սենց լարված։ Իսկ կլինի քեզ բացատրություն չտամ։ Մի կողմացի հա մի հատ։ Լսի դու վաղուց ես այստեղ։ Չէ, նոր եկա, գոռն ա կանչել։ Ոնց, գոռը տանն ա։ Հա, ինչի քեզ պետք ա որ տանը չլինի։ Արամ։ Ինչ է եղել, ինչի ներս ես գալի։ Նոր եկա, ուզում էի զանգել քեզ, են էլ դուրս եկար։ Բա ում հետ էիր խոսում։ Ով։ Դու նոր ինչ-որ մեկ հետ չէիր խոսում։ Ես։ Չէ, մարդ էր անցնում, փողոցի անուն էր հարցնում, ասացի, որ ստեղից չեմ, տենց։ Դե արի ներս գնանք, փոխվեմ ու դուրս գանք։ Ախպերս դու գնա, ես ավելի լավ է քեզ ստեղ սպասեմ, էլի։ Ինչի համար, ստեղ կանգնես ինչ անես, արի ավելի լավ ներս մի քիչ կնստես, փոխվեմ դուրս կգանք։ Չէ, դե մաքուրոտ հա, իմ համար ստեղ կանգնեմ։ Քո տնեցիկ ոնց են դիմանում քո ձեռը, ես զարմանում եմ։ Հա, իրոք, որ դիմանային չէի փախնի, էլի Հայաստան։ 2 րոպե սպասի գալիս եմ։ Հա։ Լավ ես։ Հա։ Հաստատ։
Հա, ուղղակի չէի ուզում, որ գորը ինձ այս պահին էստեղ տեսներ։ Ինչի՞։ Չես իհարկե շատ շնորհակալ եմ, որ դու ինձ օգնեցիր, բայց կլինի այդ օգնությունը քթիցս չբերես։ Բա որ տեսնում եմ լավ չես, ոնց չհարցնեմ։ Հա, Գոր ջան։ Ուր ես։ Բեկա։ Այսօր էիր։ Այս տարածքն է ուսումնասիրում։ Արի գնացինք տաքսին էսա հասնում է։ Արի։ Ինձ մի պահ թվաց, որ ամեն ինչ առաջվանն է, որ եկել ես ու առաջվա նման ինձ է սպասում, որ տուն տանես։ Եկել եմ, որ խոսենք, ոնց որ դու ասացիր, մեր մեջ կիսատ մնացած խոսակցություններ կան։ Իսկ միգուցե ավելի լավ է, որ կիսատ էլ թողնենք։ Չէ, պետք է խոսենք ու երկուսս էլ հասկանանք, որ իրոք էս վերջն է։ Թե չէ, հետո չգիտեմ, ուր կլինեմ, ձև կունենամ հետդ խոսալու, թե չէ։ Ինչի ես այդպես ասում։ Քայլենք։ Քայլենք։ Չէի պատկերացնում, որ քեզ նորից կտեսնեմ այստեղ։ Բարև Ձիաննա։ Բարև։ Ինչ-որ մեկին ես փնտրում։ Մաման եկել է այստեղ։ Չէ, ինչի պիտի գար։ Խաբում ես։ Խնդրեմ, տունը քո դրամատրության տակ է, կարող ես ստուգել։ Ես հասկանում եմ, որ հիմա այստեղ չի։ Հարցնում եմ, եկել է։ Չէ։ Զանգերից չի պատասխանում։ Ու ամենայն հավանականությամբ ինքը պետք է այստեղ գար։ Ու այն, որ մաման մենակ քո տուն գալու համար պետք է իմ զանգերը անտեսեր։ Ինքը այն վիճակում էր գտնվում, որ մենակ քո տուն պետք է գար։ Ես իհարկե չեմ ուզում հավատալ, որ դու նորից քո ոճի մեջ ես ու փորձում ես ինձ խաբել, բայց ամեն դեպքում վստահ եմ, որ մաման եկել է այստեղ։ Ես քո հետ եմ խոսում, Ձիաննա, ուր ես գնում։ Արամ, տնեցիկիդ հետ եմ խոսացել։ Աղբերդ ասաց, որ էլ քեզ ոչ մի կոպեկ փող չի ուղարկելու։ Հա, գիտեմ։ Պայման են դրել, կամ հետ եմ գնում, կամ էլ զրկում են ամեն ինչից։ Ես մտածում եմ ճիշտ կլինի հետ գնաս։ Կարող է ինձ թվում, որ ես արդեն մեծ մարդ եմ ու կարող եմ իմ կյանքի հետ կապված որոշումները ես կայացնեմ։ Էլի մեծ ես, բայց հիմա ինչ վիճակում ես։ Հա, կարող է հիմա վիճակս լավ չի ու այդ գալիս է նրանից, որ ամբողջ կյանքս հսկել են ու չեն թողել, որ ինքնուրույն իմ կյանքը դասավորեմ։ Արամ, ինձ համար դժվար չի, ասենք հիմա էլ քեզ օգնեցի, բայց հետո ինչ ես անելու։
Իմ համար ընդհանրապես տարբերություն չկա, դու իմ ընկերոջ աղբերն ես, այդ նշանակում է իմ աղբերն էլ ես, բայց ոչ մի բան առանց բայցի չի լինում, չէ՞։ Բնականաբար, նորից եմ ասում, ինձ դժվար չի քեզ օգնել, բայց ես չեմ ուզում, որ այդ իմ օգնությունը հետո երկուսիս համար էլ պատիժ դառնա։ Քո տնեցիք քեզ ստիպված են գցել այս իրավիճակի մեջ, որ դու խելք հավաքես, հասկանաս, հետ գնաս, չգիտեմ, գործ մանգաս քո համար մի հատ։ Ասում ես անդադ քո կյանքը կառավարում են։ Դու էլ մեռար աղբորդ ու հորդ փողերը ծախսելով։ Ինչ է, ինչ-որ մի բան սխալ եմ ասում։ Որ իմանա այսպես լեկցիաներ ես կարդալու, չէ՞ էլ գա։ Արա ինչ ուզում ես, ես կարամ քեզ փող տամ ու քաշվեմ մի կողմ։ Բայց դու այդ մարդը չես իմ համար, որ ես տենց անտարբեր լինեմ։ Դրա համար ավելավա խելքդ գլուխդ հավաքես, մի հատ գործ գտնես։ Հա, էլի գտնեմ, բայց գոնե մի քիչ հարմար էլի։ Կգտնենք, կհարմարացնենք։ Շտապում ես։ Հա, երկու հատ գործ ունեմ։ Բայց մինչև այդ դու մտածի երկու տարբերակ ունես, կամ հետ ես գնում Ամերիկա, կամ ինձ ասում ես քո համար գործ եմ գտնում։ Չէ, ես Ամերիկա չեմ գնալու։ Այդ նշանակում է գործ գտնեմ քո համար։ Հա, բայց գոնե նես լինի, որ մի քիչ հարմար լինի, էլի։ Այդ որ նա քնած փող աշխատես։ Խմենք դուրս գանք։ Ինձ թվում է քեզ համար դժվար չի լինի։ Չգիտեմ, լավ ակնկալիքներ ունեմ։ Վաղը ինձ կներկայացնես քո առաջին հոդվածը։ Ընդհանուր թեման գիտես, իսկ կոնկրետ ինչի մասին պիտի խոսես դու որոշիր։ Իսկ այսօրվա սուրճ ուժի մեջ, հա։ Չէ, կներես Արսեն ջան, սուրճ կխմենք վաղն աշխատասենյակում։ Կլինի մի բան հարցնում։ Ասա։ Երջանիկ ես։ Ուղղակի նկատեցի քո նշանացիդ հարաբերությունները ինքան էլ հարթ չեն։ Դրա համար եմ հարցնում։ Չէ, այդ քեզ ուղղակի թվացել է։ Մեր հարաբերությունները շատ լավ վիճակում են։ Մենք իրար շատ ենք սիրում ու շատ երջանիկ ենք։ Եթե ուրիշ հարցեր չունես։ Եթե ուրիշ հարցեր չունես, ամբողջ օրը աշխատանքի ես եղել, հոգնած կլինես, ավելի լավ է գնաս տուն։ Ինչ լավ ես, չէ՞ հարմարվել։ Բոլորիս կյանքը խառնեցիր իրար ու դու հանգիստ հիմա փակվել ես այս տանը։ Չեմ հասկանում, դու ես ինչ տեսակի մարդ ես։ Դու հաճույք ես հասկանում, որ քո շուրջը գտնվող մարդիկ տառապում են։ Ախր դու հասնող, օգնող, կարեկցող մարդ էիր։ Ու միաժամանակ նաև սարսափելի տականք։ Կարաս ինձ բացատրես, ոնց կարա մի մարդու մեջ երկու ես թաքնված լինի։ Ախր նման բան հնարավոր չի, չէ՞ Դիանա։ Հնարավոր է։ Հնարավոր է, եթե քո կյանքը առանց քեզ հարցնելու երկու կեսի են բաժանում։ Ու քո ամբողջ կյանքը քո եսերի պայքարն է դառնում։ Մի եսը աշխարհից նեղացած, ցավից կուրացած, իսկ այն մյուս եսը մենակ ու թույլ, շատ մենակ։ Մենակ ես գիտեմ, թե ինչ ազգում են մարդը, ով էս վիճակում ապրում, որ ամբողջ կյանքը պայքար է դարել։ Մենակ ես գիտեմ, ուրիշ ոչ ոք։ Պես գիտես ինչ բան է կյանքը։ Կյանքը իր օրենքներն է թելադրում, որովհետև կյանքը պարտվողներին չի սիրում։ Եթե մի քայլն արել ես, պետք է հաջորդն անես։ Եթե չանես, ուրեմն քեզ կկործանեն, ուրեմն առաջինը դու կործանի կյանքի այդպիսի բանը, Ռեբեկա։ Չէ, Դիան, սխալ գիտես։ Յուրաքանչյուր մարդու կյանք իր որոշումների արդյունքն է։ Չէ, այդպես չի։ Ես եմ որոշել, որ պետք է խելագարի նման սիրեի մեկին, ով պետք է կյանքս երջանկությամբ լցներ, ջերմությամբ անդադ կողքիս լիներ, ինձ իրա կողքին պահեր ու վերջում
Ինձ ասեր, որ ես ընդամենը իր քույրն եմ, իր ընկերը։ Ես չեմ ընտրել երրորդ ավելորդի տարբերակը։ Ես երբեք չեմ ուզել ուղղակի ինչ-որ ընտրության տարբերակ լինեմ։ Այդ ես չեմ որոշել։ Ես չեմ որոշել, որ պետք է ամբողջ կյանքում ինչ-որ մեկին սիրեմ ու հետո սքամ այդ մարդու իմ կողքին չլինել, հետո էլ իր մահը, այդ ես չեմ որոշել, Ռեբեկա։ Ոչ ոք չգիտի։ Ոչ ոք։ Թե ինչ ազգում են մարդում սերը շահագործում են ու սկզբում կողքին են պահում, հետո անընդհատ լավ խոսքեր են ասում, հավատացնում են, որ միշտ կողքիդ կլինեն ու հետո մի օր, մի սիրուն օր ուղղակի թողնում ու գնում են, վազում են ուրիշի մոտ։ Ես ամեն ինչ եմ կորցրել։ Ես այս պայքարի ճանապարհին ամեն ինչ կորցրեցի։ Իմ բոլոր սերերին։ Սկզբում Հայկին, հետո մամայիս, Գորին, հիմա էլ հորդ։ Հավ այդպես մի նայ։ Ես պապա այդ մահանալուց հետո հասկացա, որ իսկապես իրան սիրել եմ ու գիտես ինչի, որովհետև ինքը աշխարհում միակ մարդն էր, ում կողքին ես ինձ մարդ էի զգում, ով ինձ ստիպում էր, որ ես էլ ինձ սիրված զգայի։ Չէ, մի րոպե։ Դու ինչ Հայկ նկատի ունես։